Հայաստանում նախընտրական տրամադրությունները վերջին ամսում փոխվել են հօգուտ Նիկոլ Փաշինյանի, ըստ Հայաստանի ընտրական համակարգի ուսումնասիրության կենտրոնի Արմեսի հետազոտության երկրորդ փուլի արդյունքների, եթե ընտրություններն անցկացվեն վաղը, ապա քաղաքացիական պայմանագիրը կստանա ձայների հարաբերական մեծամասնությունը։ Հարցումն ավարտվել են մարտի 31-ին, մասնակցել է 911 ընտրող։ Առաջին վարչապետ Փաշինյանի գործունեության գնահատականը ոչ միայն բարելավել է առաջին փուլի համեմատ, այլև իրականում գտնվում է դրական տիրույթում։ Երկրորդ, եթե առաջին փուլում հարցվածների ոչ մեծ մասն էր կարծում, թե երկիրը ճիշտ ուղղությամբ է ընթանում, ապա երկրորդ փուլի արդյունքները վկայում են երկրի ուղղության նկատմամբ վստահության զգալի աճի մասին։ Երրորդ, ուժեղ Հայաստանը մնում է առաջատար ընդդիմադիր ուժը, իսկ Հայաստան դաշինքն առաջին փուլի համեմատ չնչին բարելավել է դիրքը, հիմնականում Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայների հաշվին։ Չորրորդ, ընտրողների մեծամասնությունը համարում է, որ Հայաստանի անվտանգային միջավայրը բարելավել է նույնիսկ Իրանի պատերազմի պայմաններում։ Հինգերորդ, Միացյալ Նահանգների փոխնախագահ Ջեյդի Վենսի այցը ընդհանուր առմամբ դրական է գնահատվել։ Դրական է գնահատվել նաև TRIP նախագիծը իշխող կուսակցության վարկանիշի աճի։ 6. Անկախ իրենց անհատական կողմնորոշումից ընտրողների մեծամասնությունը կարծում է քաղաքացիական պայմանագիրը կհաղթի եւ կձևավորի միակուսակցական կառավարություն։ Կազմակերպությունը առաջին հարցման արդյունքները փետրվարի վերջին էր հրապարակել։ Դրանից հետո ուժեղ Հայաստան կուսակցության ցուցանիշները երկրորդ փուլում մնացել են գրեթե նույնը։ Կանխատեսվում է, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած Հայաստան դաշինքը չի հաղթահարի անցողիկ շեմը։ Նախնական արդյունքներով քաղաքացիական պայմանագիրը կապահովի ձայների հարաբերական մեծամասնությունը 33.6%-ով, ինչը նախորդ հարցման համեմատ 7.5%-ով ավելի է։ Ուժեղ Հայաստանը երկրորդ տեղում է ձայների 11.4%-ով, որը նախորդ հարցման համեմատ նվազել է 0.5%-ով։ Հայաստան դաշինքը, որին դաշինք լինելով պայմանավորված անհրաժեշտ է ձայների 8%-ը, երրորդ տեղում է 4.2%-ով։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը զբաղեցնում է չորրորդ տեղը 3.3%-ով, արձանագրելով նկատելի անկում հարցման առաջին փուլի համեմատ։ Իսկ արդյոք երկիրը ճիշտ ուղղությամբ է գնում։ Հարցման առաջին փուլում հարցվածների 37.9%-ը նշել էր, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, մինչդեռ 34.9%-ը կարծում էր, որ այն շարժվում է ճիշտ ուղղությամբ։ Երկրորդ փուլը ցույց է տալիս իշխող կուսակցության դիրքերի զգալի բարելավում։ Արդեն 41.2%-ն է նշել, որ երկիրն ընթանում է ճիշտ ուղղությամբ, իսկ 33.3%-ը սխալ։ Ըստ Արմեսի, այս փոփոխությունը կարելի է բացատրել 3 գործոններով։ Փոխնախագահ Վենսի այցից հետո կառավարության ստացած քաղաքական օգուտները, կառավարության վարած քաղաքականությունը Իրանի պատերազմի կապակցությամբ եւ կենսաթոշակների բարձրացման վերաբերյալ կառավարության հայտարարությունը։ Դրական աճ է գնահատվել նաև Փաշինյանի գործունեության նկատմամբ։ Եթե նախորդ հարցման ժամանակ, որը տեղի ունեցել փետրվարին, հարցվածների 36%-ն էր դրական գնահատել նրա գործունեությունը, ապա այսօր մեկ ամիս անց 11% աճ է արձանագրվել, կազմելով 47.2%։ Զուգահեռ նվազել է բացասական գնահատականը։ Փետրվարին հարցվածների 45%-ն էր բացասական պատասխան տվել Փաշինյանի գործունեության մասով, մարտին ցուցանիշն իջել եւ կազմել է 35.8%։ Արմեսը մասնակիցներին տվել է նաև տնտեսության, արդարադատության, անվտանգային վիճակի, TRIP նախագծի եւ ԱՄՆ փոխնախագահ Վենսի այցի մասին հարցեր։ Ինչպես նախորդ հարցման ժամանակ, այս անգամ եւս զգալի տոկոս են կազմում, այսպես ասած, չկողմնորոշվածները, ում օգտին կքվեարկե, եթե ընտրությունները լինեին վաղը հարցին, 23.3%-ն ընտրել է հրաժարվում են պատասխանել, 13.7%-ը չգիտեն պատասխանները։ Այս երկու խմբերը միասին կազմում են 37%։ Արմեսը փորձել է համակցային ինդեքսի մոդելավորման կիրառմամբ կանխատեսել չկողմնորոշված ընտրողների հավանական քվեարկության տրամաբանությունը։ Արդյունքները ցույց են տալիս, որ չկողմնորոշված ընտրողների 12%-ն ամենայն հավանականությամբ կքվեարկի քաղաքացիական պայմանագրի օգտին, 20.2%-ն էլ ավելի հավանական է, իսկ 20.1%-ը մասամբ հավանական կքվեարկի իշխող կուսակցության օգտին։ Միևնույն ժամանակ չկողմնորոշված ընտրողների 36.2%-ը քիչ հավանական է, որ կքվեարկի քաղաքացիական պայմանագրի օգտին, իսկ 11%-ը խիստ անհավանական։
Այսպիսով, ըստ հետազոտության վերջնական եզրահանգման, քաղաքացիական պայմանագրի ձայները կարող են լինել 41,5%-ից մինչև 50,3%-ի սահմաններում, ինչը նշանակում է, որ եթե ընտրությունները տեղի ունենան վաղը եւ ընտրություններին մասնակցությունը հաստատած 89% մասնակցեր քվեարկությանը, իշխող ուժը կստանար քվեների մոտավորապես 41,5%-ը։ Ավելի ցածր մասնակցության դեպքում ձայները կարող են հասնել մինչև 50,3%-ի։ Ընտրություններին մնացել է ուղիղ 2 ամիս ժամանակ, եւ պատկերը դեռևս կարող է էականորեն փոփոխվել։